Ստեղ որոշ խորություններ կտան եւ մի քիչ էլ ծնոտը պետք է փոքրացնեմ, որ հիմա փակում եմ, շատ ավելի արտահայտիչ է դառնում։ Մի քանի շտկում ու Պարույր Սևակի զանգակատնից Երևան տեղափոխված, այդքան քննարկված, քննադատված արձանը երկրորդ կյանք կստանա։ Ես տեսեք նշումներ եմ արել, որոշ նշումներ։ Հիմա որ ծնոտը հետ եմ տալի, գիտեք քանդակն ինչ բան է, մի դետալին որ ձեռս տալիս, դրանք սաղ իրարից շահկապված են։ Գիտե հետ որ տամ, արդեն դրանք էլ են։ Այսինքն աշճանաբար բաները փոխվում էլի։ Հիմա պետք է աշխատեմ հնարավոր չափով, քանի իրան դեռ վերև չեմ բարձրացրել։ Գետի վրա ավելի հարմար աշխատել էլի։ Հավանաբար մայիսին կբացվի Սևակի Տրավերտինից քանդակված կիսանդրին, այս անգամ Երևանի Անդրանիկի 129 հասցեում։ Տարածքի սեփականատերն է պատրաստակամություն հայտնել արձանն իր տարածքում տեղադրել։ Ճիշտ առաջայիքից թվում է թե փակ տեղ է, բայց դա նշանակություն չունի։ Մի քիչ ենքում Մոնտե Մելքոյանի դորոսն է, աշակերտությունը գալիս ասում դստում է, դուք չեք պատկերացնում գալիս սկսեմ աշխատել, այս երեխեքը գալիս են ինձ շրջապատում են։ Արդարացի չեն քննադատողները, աղմուկից ամիսներ անց քանդակագործը նույնն է պնդում, կամ մարդիկ իրեն չհասկացան, կամ ուղղորդված արշավ էր։ Քանդակը, որ անլռելի զանգակատուն է անվանել, ասում է իր 2 տարի տևած աշխատանքի արդյունքն է։ Ում են քննադատում գիտեք, Ռոմեն Ռոլանը, այդ ֆրանսիացի նշանավոր գրողը, մի միտք է հայտնել, ասել է անպտուղ ծառին ոչ մեկը քար չի գցում։ Այսինքն մեջը զորեղություն կա, մեջ ինչ-որ մի բան կա, որ մարդկանց անհանգստացնում է։ Պարույր Սևակը իմ ընկալմամբ չպետք է լինի լուսարչական, լուսանկարչական ռեալիզմ, այլ պետք է լինի մի քիչ ձևափոխված, որի իրավունքը որպես արվեստագետ ես ունեմ։ Սա Պարույր Սևակի անլռելի զանգակատան ղողանջներն են, եւ կարծում եմ ես դրան հասել եմ արդեն։ Սևակի քանդակի համար նոր պատվանդան կտեղադրվի։ Արձանը գետնից 1-1.5 մետր բարձրանալու է այնպես, որ երևա երկնքի ֆոնին։ Ավելի զորեղ կդառնա, ավելի քանդակային կդառնա, ավելի մոնումենտալ կդառնա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։